Հարգելի հայրենակիցներ, եթերում Արարատյան Խոհանոցն է, բարև ձեզ։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ մեզ հետ եք, շատ շնորհակալ եմ, որ ձեր անմիջական, այսպես մասնակցությունը մենք զգում ենք ձեր առաջարկներով եւ ձեր խորհուրդներով։ Հարգելի հեռուստատողներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ, որոնք կարծում եմ կօգնեն ձեզ գոնե փնտրտուքի մեջ, թե այսօր ինչ պատրաստենք եւ ինչպես զարմացնենք մեր տան անդամներին։ Պատրաստվելիք ուտեստը ապուր է, հավի մսով, օգտագործում ենք բնականաբար մեր հողանավոր ջրարատի թռչնաֆաբրիկայի պատրաստած կիսաֆաբրիկատը, աղացված հավի միսը, բլղուր, ունենալու ենք ընկույզ, դդմիկ, լոլիկ եւ սոխարած։ Կացան տակացնենք, որ սոխարած պատրաստենք, սոխը կտրատենք, ձեթը դաղենք, պատրաստենք սոխարածը, կտրատենք նաև դդմիկը, խորանարդիկների, դդմիկը սոխի հետ միասին տապակենք, մինչ կտապակվի դդմիկը, մենք պատրաստենք խյուսը։ Ինչպես նշեցի, բարեկամներ, մենք օգտագործելու ենք Արաքս թռչնաֆաբրիկայի հատուկ պատրաստված հավի կիսաֆաբրիկատ։ Իսկ ինչ ենք անում մենք այս խճողակի հետ։ Մի քիչ բլղուր ենք ավելացնում, մի քիչ կանաչի, թարխուն ենք օգտագործելու։ Մի քիչ համեմի սերմ, կարմիր աղացված պղպեղ եւ խառնենք այս խճողակը, մաքրենք մեկ լոլիկ, կտրատենք լոլիկը, միացնենք ապուրին, ավելացնում ենք մի քիչ թրջված ոսպ, այսպես, եռացած ջուր, խառնենք, համը մի հատ փորձենք, աղի պակաս ունենք այստեղ, մեկ հատ կծու ամբողջական այսպես չորացված պղպեղ և հիմա ժամանակն է արդեն պատրաստել գնդիկներ այս խյուսից, և ավելացնել ապուրին։ Գտալի օգնությամբ, այսպես թրջելով, կարող ենք պատրաստել գնդիկներ։ Ու սա իհարկե արդեն տեսնում եք, որ կոլոլակով ապուրի նմանվող ապուր է, բանջարեղենի առատ ներկայություն, վերջ։
ավելացնենք ջուրը։ Բարեկամներ, մեզ կպահանջվի ուղիղ 8 րոպե պատրաստվելու համար, հավի միսը աղացված գոլորակները շատ արագ են եփվում, եւ մենք կպատրաստենք ընկույզից պատրաստվող այն համեմունքը, որ մենք միշտ օգտագործում ենք կանաչների համադրությամբ, եւ 8 րոպե հետո կհանդիպենք ուտեստն արդեն պատրաստ է։ Բարեկամներ, տեսնում ենք, որ արդեն ուտեստը պատրաստ է։ Հիմա մենք կհամեմենք մեր սիրած համեմունքով, համեմ եւ սամիտ։ Մի քիչ համեմի սերմ, մի քիչ աղ եւ նորից այսպես խառնել։ Վերջ բարեկամներ, ամբողջությամբ ավելացնում ենք ուտեստին։ Ծածկում ենք կափարիչով եւ քաշում կրակից։ Ուտեստը պատրաստ է։ Համապատասխան ափսեն։ Շատ լավ բույր ունի։ Մինչ լսնելը ես ուզում եմ նորից հիշեցնել, թե ինչպես պատրաստեցինք։ Պատրաստեցինք սոխառաց, սոխառացի հետ շոգեխաշեցինք դդմիկը, ավելացրինք լոլիկը կտրատված, ընթացս պատրաստեցինք խճողակ Արաքս թռչնաֆաբրիկայի կիսավ ֆաբրիկատից աղացած հավի մսից, բլղուրից եւ թարխունից։ Ավելացրինք ուտեստին, վերջում համեմեցինք համեմ սամիտ եւ համեմի սերմ եւ ուտեստը պատրաստ է ապուր հավի աղացված մսով։ Հարգելի երեխաներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Եվ մինչ հաղորդման ավարտը ուզում եմ, որ նորից մենք ցանկանանք, որ ձեր սեղաններին լինի ազգային ավանդական ուտեստներ, շատ օգտագործենք ապուրներ, բարեկամներ, առողջ լինելու համար սա շատ կարևոր է։ Լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Հավի մսով ապուր, հավի միս 300 գրամ, ոսպ 50 գրամ, բլղուր 50 գրամ, դդմիկ 120 գրամ, լոլիկ 1 հատ, ձեթ 25 գրամ, սոխ 50 գրամ, թարխուն, համեմի սերմ, աղ, կարմիր պղպեղ, բարեախորժակ։